Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի ընկերը ոչ թե Վլադիմիր Պուտինն է, այլ Վլադիմիր Զելենսկին, հարգելի հեռուստադիտողներ, հիշում եք, չէ՞, ինչպես Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայաթից հայաթ էր գնում, միտեղ պիկապի վրա էր ելույթ ունենում, մեկ այլ տեղ բեսեդկայում էր ելույթ ունենում, եւ այդ ելույթներից մեկի ժամանակ Փաշինյանը իթիոս այլի ասաց, որ ինքը Վլադիմիր Պուտինի հետ ունի ընկերական հարաբերություններ, Վլադիմիր Պուտինը նրա ընկերն է, ավելին ասում էր հունիսի 7-ից հետո բոլոր խնդիրները եղած կկարգավորվեն, առհասարակ կգնամ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների աչքերի մեջ կնայեմ եւ կլուծեմ բոլոր եղած խնդիրները, բայց տեղի ունեցավ այն, ինչը մենք քննարկում ենք Ալֆայի տաղավարում, նշելով, որ Ռուսաստանի պատժամիջոցները կապված չեն Հայաստանում տեղի ունենալիք, արդեն հիմա կարող ենք ասել տեղի ունեցած խորհրդանական ընտրությունների հետ, դրանք կապված են Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հետ, ավելին արձանագրում էինք, որ հունիսի 7-ից հետո հունիսի 8-ից սկսած իրավիճակը շարունակելու է լարվել այն առումով, որ Ռուսաստանը նորանոր պատժամիջոցներ է կիրառելու Հայաստանի Հանրապետության դեմ նոր սահմանափակումներ է կիրառելու եւ հենց դա էլ տեղի է ունենում, իսկ ինչ է անում այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը կարծում է, որ կարելի է այստեղ գնալ այսպես խաղադրույքները բարձրացնելու ճանապարհով կամ շանտաժի ճանապարհով խոսել ռուսների հետ, փորձել այդ ճանապարհով լուծել խնդիրները, օրինակ ինչի մասն է, չէ, Փաշինյանը ասում եւ նախորդ ճեպազրույցի ժամանակ եւ այս ճեպազրույցի ժամանակ ասում է վարձակալության համար այս կամ այն օբյեկտի $2 միլիարդ կարող են խնդրել ռուսներից, սկզբնական փուլում մարդկանց մոտ եղավ թյուրըմբռնում, կարծում են թե խոսքը վերաբերվում է հայկական երկաթուղիների մասին, բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդի վերաբերյալ թիվը կարող էր հնչեցնել, օրինակ նաեւ 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ մինչ այն պահը, այսինքն քանի ինքը կորոշի, որ 102-րդ ռազմաբազան դուրս է գալիս Հայաստանից, ինքը կարող է պահանջել Ռուսաստանից $2 միլիարդ դրա այստեղ գտնվելու համար, ինչի մասին գլոբալ այսօր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այո, 2 միլիարդի հարցը այսպես ասած կա, բայց խոսքը չէր վերաբերվում առանձին վերցած հարավկովկասյան երկաթուղիների մասին, ավելին տեսեք ինքը նաև ինչ է անում, այս խաղադրույքները բարձրացնելու տեսանկյունից ու նաև գալով նրան թե ինչ ենք մենք ասում միջև ընտրությունները, որ խնդիրը աշխարհաքաղաքական ընտրությունն է Հայաստանի Հանրապետության իշխող քաղաքական վերնախավի, որովհետև պայմանականորեն եթե Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ մարդ, բայց ինքը նույն աշխարհաքաղաքական տրամաբանությունը ունենար, Ռուսաստանի պատժամիջոցները շարունակվելու էին, ինչ անում Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո խաղադրույքները բարձրացնելու համատեքստում, տեսեք, Ռուբեն Ռուբինյանը իր առաջին հեռախոսազրույցը ունենում է իր ուկրաինացի գործընկերոջ հետ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավարի հետ։ Արարատ Միրզոյանը վերանշանակվելուց հետո արտաքին գործերի նախարարի պաշտոնում հեռախոսազրույց է ունենում իր ուկրաինացի գործընկերոջ հետ, Սիգիբայի հետ։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում իր առաջին հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա պատահականություն չէ, սա դրսևորումն է նրա, թե ինչ աշխարհաքաղաքական ընկալումներ իրականում ունի Նիկոլ Փաշինյանը եւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում ինքը որ կողմին է սատարում, դրա հետ մեկտեղ մենք պետք է նշենք հետեւյալը, որ կրկին էլի այդ խաղադրույքները բարձրացնելու համատեքստում ինչ է ասում, հա, Նիկոլ Փաշինյանը ինքը ասում է, որ լուդինգ ընկերության հետ կապված կան խնդիրներ, իսկ դա ընկերություն է, որտեղ կա, եկեք այսպես ձևակերպենք, ռուսական ներկայություն այս կամ այն համատեքստում, ասում է իրավապահ մարմինները թող սուրճի հրավիրեն այդ ընկերության ղեկավարներին, խոսելով նաև հարավկովկասյան երկաթուղիների մասին, ինքը չի հրաժարվում այն գաղափարից, որ հարավկովկասյան երկաթուղիները պետք է զրկվեն հնարավորությունից տնօրինելու հայկական երկաթուղիները, ասում է դա տարբեր գործառույթներ են իրանք իրականացնում, լիցենզիան կարանք կամ առհասարակ վերանայենք, ռուսական ընկերությունից վերցնենք, կամ բաժանենք այլ ընկերությունների այս ամեն ինչը, տակ տրամաբանությունը կայանում է հետևյալում ամեն դեպքում անել այնպես, որ ռուսական ընկերությունը ինքը հնարավորություն չունենա այս կարևոր ոլորտում հայաստանյան ներդրումներ իրականացնել, տնօրինել այս ամեն ինչը, այստեղ կա եւս հա մի կարևոր առաջնահերթություն, իրականություն, որի մասին առաջնահերթ է խոսել, տեսեք,
Մենք նշում ենք, որ անկախ նրանից, թե Հայաստանում ընտրություններ էին, թե ոչ, Ռուսաստանը կիրառելու էր պատժամիջոցներ կապված նրա հետ, թե ինչ աշխարհաքաղաքական ընտրություն է կատարել Հայաստանի Հանրապետությունը։ Նույնը այստեղ կապված է նաև հարավկովկասյան երկաթուղիների լիցենզիայի հետ։ Անկախ նրանից Ռուսաստանի պատժամիջոցները կլինեին, թե չէին լինի, Նիկոլ Փաշինյանը զրկելու էր հարավկովկասյան երկաթուղիներին լիցենզիայից, որովհետև դա աշխարհաքաղաքական հարց է։ Հենց սրա համար է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին բերվել իշխանության, որ Ռուսաստանի հետ առհասարակ կապերը, ինտեգրացիոն կապերը, տնտեսական կապերը, ռազմաքաղաքական կապերը ոչնչացվեն։ Իդեպ, խոսելով 2018 թվականի մասին, եւս մի կարևոր նրբերանգ կա, ինչի մասին մենք կարող ենք արդեն իսկ հիմա տրամաբանական եզրահանգումներ անել։ Ռուսաստանի ձևակերպումները վարվող քաղաքականության վերաբերյալ Հայաստանի քաղաքական վերնախավի վկայում են հետևյալի մասին, որ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձեն կրկնել 2018 թվականի աշխարհաքաղաքական կուլբիտը, այսինքն ֆորմալ առումով մեկ անձից իշխանությունը անցնում է մեկ այլ անձի, բայց ռազմավարական առումով, աշխարհաքաղաքական ընտրության առումով իրենք իրականացնում են նույն աշխարհաքաղաքական պրոյեկտը, որի վերջնանպատակն է Ռուսաստանը դուրս բերել Հարավային Կովկասից, անկախ նրանից, թե դու դրա համար ինչ գինես վճարելու, Արցախը լինի, Սյունիքը լինի, Զանգեզուրի միջանցքը լինի, այս տարբերակը ինքը չի աշխատելու եւ պայմանական կրկին ասենք, եթե Նիկոլ Փաշինյանին գա փոխարինելու ԿՊԱ-ական ինչ-որ մեկ այլ ներկայացուցիչ հույս ունենալով, որ սրանով իրենք կարողանան կանխեն Ռուսաստանից ավելացող պատժամիջոցների քանակը, որակը եւ այդպես շարունակ, այդպիսի բան չի լինելու։ Ռուսաստանում ըստ երևույթին վերանայել են իրենց մոտեցումները Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի քաղաքական եւ բիզնես վերնախավի նկատմամբ։ Կրկին ասենք, 18 թվականի աշխարհաքաղաքական տրուկը չի կարող կրկնվել։ Եվս մի կարևոր նրբերանգի վրա ուշադրություն դարձնենք եւ երևի այսօրվա մեր զրույցը սրանով ամփոփենք։ Տեսեք, արդեն նշել ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են խաղադրույքները բարձրացնելու ճանապարհով, իրենք գնում են շանտաժի ճանապարհով։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Լավ, իսկ Ռուսաստանը այս պարագայում ինչ է անում։ Պայմանականորեն լավ, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, ինչու Դմիտրի Պեսկովը կամ Մարիա Զախարովան չեն արձագանքում այս ամեն ինչին։ Ուկրաինական կոնֆլիկտը ինքը պետք է մի քանի բան սովորացներ գործընթացներին հետևող քաղաքական գործիչներին, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ամեն հաջորդ առաջարկ նախորդ առաջարկից ավելի վատն է լինում։ Եվ եւս մի կարևոր նրբերանգ, դու կարող ես ցավոտ հարվածներ հասցնել Ռուսաստանին, առաջին հարվածը, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ այլն, եւ այդպես շարունակ, իրենք չեն պատասխանում, հետո պատասխանը լինում է շատ ավելի հզոր ու շատ ավելի ռացիոնալ, քան էմոցիոնալ։ Այսինքն դու կարող ես ինչ-որ հայտարարություն անես հարավկովկասյան երկաթուղիների վերաբերյալ, ռուսական այս կամ այն ընկերության վերաբերյալ, կարող ես ասել, որ ԵԱՏՄ-ն հապկի պես չի գործում եւ այլն եւ այդպես շարունակ, Ռուսաստանը չի արձագանքում, բայց ինչ-որ մի պահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մոտավորապես 300,000 քաղաքացի կամ կես միլիոն քաղաքացի, կարող է Ռուսաստանից արտաքսել Հայաստանի Հանրապետություն, ինչը շատ լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնելու Հայաստանի Հանրապետությանը, կամ էլ ինչ որ մի պահի իրենք կարող են որոշել, որ այն տուրիստական հոսքերը, որոնք Ռուսաստանից կան Հայաստան, այս տարի միայն 400,000 ռուս զբոսաշրջիկ է եկել, այդ տուրիստական հոսքերը պետք է սահմանափակվեն ու Հայաստանն ու Ռուսաստանը ուղիղ ավիակապ չունենան։ Հետևաբար Ռուսաստանի արձագանքը ինքը լինում է ոչ թե էմոցիոնալ, այլ ինքը լինում է շատ ավելի հաշվարկված, քան ոմանց կարող է թվալ, բայց կրկին ասենք, փորձը կրկնելու 2018 թվականը եւ մեկ մարդուն փոխարինել մեկ այլ մարդով, բայց իրականացնել նույն աշխարհաքաղաքական պրոյեկտը Ռուսաստանի մոտ ակնհայտ է, որ երկրորդ անգամ այս աշխարհաքաղաքական կուլբիտը չի աշխատելու։ Մտածեք այդ մասին։